Այս տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը համընկել է բարի կենդանի տոնի հետ ու թանգարանի այցելուներին սպասվում են անակնկալներ։ Նրանք անցնեն տարբեր փորձություններով ու հաղթողները նվերներ կստանան։ Նաև բրնձով տուն կգնա, առնվազն բրնձով։ Օրվա հանդիսությունների շարքում 2 գրքի շնորհանդես է սպասվում։ Հովհաննես Թումանյան մտքեր, որտեղ հավաքված են մեծ բանաստեղծի, գրողի, հասարակական գործչի ու մեծ հայի խոհերը։ Արվեստ, կին, փիլիսոփայություն ընդհանրապես, Թուրքի մասին օրինակ հետաքրքիր շատ բաներ մտքեր ունի արտահայտած մեր որակների մասին եւ պետության մասին։ Մյուս գիրքը Աշխեն Թումանյանի արխիվի գիտական հրատարակությունն է։ Այս արխիվն ի դեպ բացվում է առաջի անգամ, ու ընթերցողը կգտնի բացարձակ նոր տեղեկություններ Թումանյանի մասին։ Կկազմակերպվի նաև մի փոքրիկ գեղեցիկ համերգ։ Փետրվարի 19-ից սկսած Վերնատան հատվածում այցելուներին սպասվում է Պատրանք Վերնատանը խորագիրը գրող մի անակնկալ, որի փակագծերը սակայն թանգարանի տնօրենը բացել չցանկացավ։ Թումանյանն ասում էր, որ գրականությունը պետք է պետական աջակցություն ունենա, իսկ թե պետություն չկա, հասարակության կարող ուժերը, հարուստներն ու մտավորականները պետք է այդ հարցը լուծեն։ Նաև ասում էր. Եթե խոսքը գրքին է վերաբերում, գիրք գնելու մասին, եւ այն էլ այդ գիրքը մի ռուբլուց ավել է, դա ասում անհնար բան է։ Այսինքն այն, որ մենք այսօր գիրք չենք ուզում առնել եւ չենք սիրում առնել, դա հենց այն ժամանակ էլ կար այդ բանը։ Թումանյանը մեծ գրադարան է ունեցել 10,000 կտոր գիրք։ Ասում են, երբ մի անգամ նա հաշվել ու տեսել է, որ 2000 գիրք պակասում է, գրապահարանների ապակիները ծածկել է ծաղկանախշ թղթերով, որ էլ չտեսնեն ու գիրք չխնդրեն։ Ռուզան Մկրտչյան, Արթուր Դևրիկյան, IPV։ Այսօր Թումանյանի գրադարանի ֆոնդային գրքերը չեն սպասարկվում։ Մի շատ լավ նվեր ստացամ ճիշտ թվայնացնող սարք, որը մեծ հնարավորություն կտա թվայնացնել այդ գրքերը եւ դնել համացանցի մեջ։ Այսինքն գիրքը իբրև Թումանյանի գիրք, իբրև մշակութային արժեք կլինի ապահով, բայց մեջի գիտելիքը կդառնա հանրային։